պարզվում է սա էլ ամենը չէ, Ալիևը դեռ ասելիք ունի, ասել է Սևան չկա, կա Գյոյչա, ու էլի չի դիմացել գայթակղությանն ու Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ադրբեջանականացված անուններն է օգտագործել։ Պարզվում է այստեղ էլ մեղավորը արցախցիներն են, իրենք ասում են Արցախ, Ադրբեջանում էլ ասում են Բասարգեչայ, բայց հեղինակային իրավունքը չխախտեմ։ Ինչքան Ադրբեջանում օրինակ հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, այնտեղ եւ այլն, եւ այնտեղ ինչքան հնչում է եւ այլն, այսինքն տրամաբանությունը հասկացա։ Այ քեզ բան, վարչապետի ելույթը գրողը 2025 թվականի նոյեմբերի 3-ից առաջ թերթ չի կարդացել կամ հեռուստացույց չի դիտել ինչ է։ Պարոն վարչապետ, այդ աշխատողին գործից հանեք կամ գոնե ուրիշ գործի տեղավորեք։ Այդ ելույթը գրողը չգիտի, որ Բաքվում Երևանին Էրիվան ասում են 1918 թվականից ի վեր, այսինքն Ադրբեջան անունով պետության հիմնադրումից ի վեր։ Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր բնակավայրերի անուններն էլ հետը։ Ինձ համար սկզբունքային է դրանք չկրկնելը, ում հետաքրքիր է հեշտ կարող է ամբողջ Հայաստանի քարտեզը գտնել ադրբեջանական տեղանուններով։ Բաքվում հոգ են տարել, որ այդ քարտեզները լիովի տարածվածն են։ Բայց կատակը մի կողմ առնվազն վիրավորական է Արցախ ու Բասարգեչար անունները կողք կողքի դնելը, ապա նորից կրկնեք ու համեմատեք Արցախ ու Բասարգեչար։ Լավ, բարոյականը մի կողմ թողնենք ու վարչապետի ասացի գործնական հետևանքներին անդրադառնանք։ Հիմա ամեն անգամ, երբ Հայաստանի Հանրապետության X բնակավայրի բնակիչը Ադրբեջանում լսի Բասարգեչար, որ վերագրվում է իր բնակավայրին, պետք է ատի Արցախին ու արցախցիներին։ Դե, քանի որ վարչապետը ինքն է ասել մեղավորը Արցախն է, որ ադրբեջանցիները ասում են Բասարգեչար,